անդադար փառք, որովհետև միայն նա է արժանի ընդունելու այդ փառքերը եւ ուրիշ ոչ ոք։ Սիրելի Աստծո եկեղեցի, ինչ կաղոթենք այս կարիքների համար, կխնդրեմ, որպեսզի ուշադիր լինես եւ լսես այս վկայությունը, որը քո հավատքը անպայման կբարձրացնի։ Գրված է, ես վատառողջ էի եւ բժշկի գնալուց հետո պարզվեց, որ ունեմ գոյացություն, որն անպայման պետք է հեռացնել։ Այլ բժշկի մոտ գնացի եւ հաստատեցին։ Նախքան վիրահատությունը սկսեցի դեղորայքային կուրս։ Ես անդադար աղոթում էի իմ բժշկության համար։ Մի օր ճանապարհին սուր ցավեր զգացի ու տոպրակներս վայր դնելով սկսեցի աղոթել ու խնդրել, որ դրանք լինեն բժշկության ու հրաշքի նշաններ։ Երբ եկա տուն, բոլորին վստահ ասում էի, որ բժշկվել եմ։ Հաջորդ օրը գնացի հետազոտվելու եւ ասացի, որ բժշկվել եմ, իսկ բժիշկս ասաց, որ առանց վիրահատության դա հնարավոր չէ։ Սկսեց հետազոտել եւ զարմացած կանչեց իր գոլեգաներին ու երեքով ապշած նայում էին, քանի որ գոյացությունը անհետացել էր։ Հրաշք էր տեղի ունեցել ու ես ուրախ ասացի բժիշկներին, տեսակ, որ հնարավոր էր, սա Աստծո հրաշքն է։ Փառք ամենակարող Աստծուն։ Հալելույա։ Միգուցե այստեղ եւս այդպիսի կարիքներ կան, որոնք պետք է լրացվեն։ Եկեք մեր հավատքը ուղղակի միաբանենք եւ աղոթենք մեր ամենակարող Աստված ու Տեր Հիսուս Քրիստոսի անունով քո ողորմության եւ շնորհքի գահի արչեւ բերելով այս ամեն կարիքները խնդրում ենք որպեսզի դու քո երկնքից Տեր հզոր ձեռքդ մեկնես եւ տաս հզոր պատասխան ամեն մեկին ով սրտանց փափագելով Տեր խնդրում ու սպասում է քեզնից Տեր թող քո աստվածային կամքը կատարվի եւ ամեն մեկը Տեր ճանաչի, որ դու մեծ Աստված ես եւ ունենա մեծ վկայություն քո անվան փառքի համար, Տեր, եւ անունդ լինի եւս մեկ անգամ փառավորված Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը։